Բարև ձեզ, այսօրվա հունիսի 24-ի Մամլոն հաղորդաշարի հերթական հաղորդում ես վերնագրել եմ հուսադրող հրադադարը և Հայաստանի ներքաղաքական բազարը։ Բայց նախքան թեմային անցնել, ինչպես միշտ դիմում եմ բոլոր նրանց, որոնք նայում են հաղորդումներս, բայց դեռ չեն բաժանորդագրվել, ապա բաժանորդագրվեք խնդրեմ, իսկ նրանք, որոնք բաժանորդագրված են և նայում են հաղորդումներս, ապա շարունակեք դնել լայքեր, որովհետև ձեր լայքերով իմ Համասի Հովհաննեսյան YouTube ալիքը ավելի է տարածվում։ Իսկ հիմա անցնեմ բնույթին եւ այսպես հուսադրող հրադադարը եւ Հայաստանի ներքաղաքական բազարը։ Բանն այն է, որ 3 օրվա երկրորդ կեսից միջազգային լրահոսում սկսեցին տեղեկություններ հայտնվել այն մասին, որ Իսրայելը հայտարարել է իբր որ Իրանի դեմ ռազմական գործողությունների ժամանակ հասել է իր նպատակին, վերացրել է միջուկային զենք ստեղծելու համար հնարավոր բոլոր միջոցները, ուստի այլևս գործողությունը իր դադարեցնում է։ Միևնույն ժամանակ էլ լուրեր տարածվեցին այն մասին, որ Իրանը համաձայնել է հրադադարի։ Եվ դրա այդ ամենի հետ զուգահեռ հայտարարություն տարածվեց նաև Սպիտակ տան դեղնակաքուլի վկայակոչելով իբր նա հայտարարել է, որ աշխարհում եկել է խաղաղության պահը։ Դե ինչ այս մարդը ընդհանրապես սևեռված է խաղաղության վրա այն առումով, որ ինքը չի թաքցնում եւ նույնիսկ բողոքում է, որ իրեն մինչեւ հիմա Նոբելյան մրցանակի չեն ներկայացրել։ Այս մարդը Նոբելյան մրցանակի միս է ուզում։ Ինչպես անեկդոտում են ասում։ Դե հիմա ինչ արած, տվեք այդ խաղաղության Նոբելյան մրցանակը թող իրենից էլ աշխարհից էլ ձեռք քաշի, էլի մեզ էլ հանգիստ թողնի, աշխարհին էլ հանգիստ թողնի։ Դա այսպես զեղումով։ Ինչև այս պահը եղած լրատվահոսում հույս կա, որ Իրանում մեծավոր արևելքում հրադադար է հաստատվում եւ բանը գնում է դեպի խաղաղության։ Թեպետ ասեմ, որ միանշանակ է, որ ոչ բոլորի քիմքին է այս հրադադարը եւ խաղաղության հաստատման հեռանկարը, մասնավորապես ակնհայտ է, որ այս կրակից շարունակներ անելու ախորժակներ ունեին ոմանք, մասնավորապես Ադրբեջանը, որի այսպես ասած, որի փստլինքները թափվում էր Իրանի ատրպատական նահանգի հանդեպ ունեցած ախորժակով ու նաև ձեռքերը շփում էր այս հակամարտությունից, իրավիճակի էսկալացիայից համայն ռուսոյի իմաստունը կամ Կրեմլի կաշեի անմա կաշեը, որը որ հրճվում էր, որ գոհ էր, հրճվում էր, առայն որ աշխարհի, մասնավորապես Եվրոպայի ուշադրությունը շեղվել է Ուկրաինայից։ Եվ պատահական չի, որ այս մերձավոր արևելքի էսկալացիայի պատկերի վրա ուժգնացել է Ռուսաստանի ռազմաօդային ուժերի հարձակումները ուկրաինական քաղաքների վրա, հատկապես Կիևի, երեք նույնպես ըստ որում ահաբեկչություն է, գիտեք, բառի բուն իմաստով սա ռազմական գործողություն չի, այլ ահաբեկչություն է, որովհետև Կրեմլի հրամանով հրթիռակոծում, ռմբակոծում են բնակելի տներ։ Երեք օրինակ նույնիսկ Կիևում հերթական ռումբի պայթյունից, ռմբակոծությունից, հրթիռակոծությունից ամբողջ մի բազմաբնակարան, բազմահարկ շենքի ամբողջ մի մուտք է փլվել, կան մարդկային զոհեր, հերթական մարդկային զոհեր։ Եվ ինչ ասեմ, այդ անմահ կաշերն էլ արդեն չի էլ թաքցնում իր նպատակը, միական խորհրդային միություն ստեղծել են, խորհրդային միություն երկուսը, իսկ առանց Ուկրաինայի խորհրդային միություն վերականգնելը անհնար է։ Թեպետ Ուկրաինայով էլ արդեն անհնար է եւ շնորհիվ այդ համառուսի իմաստունի
ռուս-ուկրաինական հարաբերությունները սերունդներով արդեն փչացված են։ Թեպետ այս մարդը համարում է, որ նորից շարունակում է պնդել, որ ռուսներն ու ուկրաինացիները նույն արմատներով են, գրեթե նույն ժողովուրդներն են, դրա համար էլ Ուկրաինան իրենցն է, պատկերացնում եք, այս աստիճանի տխմարություն դուրս տալ այսպիսի մի մեծ երկրի ղեկավարից, որը որ բոլոր սիմպտոմները կան, բժշկական լատինական լեզվով ասած, որ այս մարդու ուղեղում ամեն ինչ չէ, որ նորմալ է, մեղմ ասած։ Ինչևէ, եւ նաեւ վերջերս Սանկտ Պետերբուրգում ավարտված միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ է, չգիտես ինչի տնտեսական, չգիտես ինչի միջազգային, որովհետեւ եթե նախկինում առաջ այս համաժողովին մասնակցել են լուրջ տնտեսագետներ, քաղաքական գործիչներ, լուրջ պետության ղեկավարներ, պետությունների ղեկավարներ, ապա այս անգամ երևի միջազգային են անվանել նրա համար, որովհետև այս Պետերբուրգի այս համաժողովին մասնակցել են տալիբները։ Այն տալիբները, որոնք դեռ մի տարի առաջ, թե մի քիչ ավել, Ռուսաստանում արգելված էին, արգելված կազմակերպություններ, որպես ծայրահեղական, ահաբեկչական խմբավորում, եւ այդ տալիբան շարժումը ընդհանրապես արգելված է աշխարհի բոլոր համարյա երկրներում, քաղաքակիրթ աշխարհում։ Նույնպես նույն ձևակերպમાં, որ սրանք ծայրահեղականներ են եւ ահաբեկչական կազմակերպություն է սա։ Բայց ռուսները հայտնվելով այսպիսի ծանր իրավիճակում հանեցին այսպես կոչված Տալիբան շարժման վերադրված արգելքը եւ հիմա նրանք համագործակցում են եւ խնդրեմ Տալիբան շարժման առաջնորդներ իրենց կալոշներով եկել եւ մասնակցում են այսպես կոչված միջազգային տնտեսական համաժողովին, երևի չեն էլ հասկանում թե ինչ են եկել, ինչ են եկել, բայց եկել են, հրավիրել են, եկել են։ Մի խոսքով, սա այսպես զեղումի միջոց ձևով։ Հիմա համենայն դեպս ուրախալի է, այնքան էլ դեռևս վաղ է ասել ուրախալի, ամենայն դեպս հուսադրող է, որ իսրայել-ամերիկյան հակամարտությունը, պատերազմը, սանձազերծած պատերազմը Իրանի դեմ ոնց որ թե ավարտվում է։ Հուսանք։ Եվ այս պատկերի վրա, գիտեք, չափազանց տարօրինակ է, մեղմ ասած տարօրինակ է այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Հայաստանի ներքաղաքական կյանքում։ Նկատի ունեմ այս գաստրոլորական շարժումը, որ եկել էր պաշտպանելու առաքելական եկեղեցուն Հայաստանի կառավարիչների ոտնձգություններից, կառավարիչներ, որոնք անադեկվատ են եւ հարցեր են բարձրացնում, որոնք լուծման խնդիրը բացառապես պատկանում է առաքելական եկեղեցուն։ Մյուս կողմից էլ առաքելական եկեղեցու որոշ սպասավորներ դուրս են գալիս իրենց սահմանված շրջանակներից եւ միջամտնում են, խառնում են պետական գործերի։ Որպես քաղաքացիներ իրավունք ունեն, բայց որպես հանդես գա սքեմով իրավունք չունեն։ Անիշ սքեմը ծալիր դիր մի կողմ եւ դարձիր սովորական քաղաքացի ու մասնակցիր քաղաքական շարժման։ Իհարկե իրավունք ունեն արտահայտել իրենց դժգոհությունը, բայց կոչեր անել իշխանափոխության կներեք։ Այնպես որ երկուստեք սխալներ կան եւ ժամանակն է, որպեսզի սթափվեն երկու կողմերն էլ։ Եվ սրանք էլ հաստատեն, հայտարարեն հրադադար գոնե։ Մանավանդ որ սրանից այս Հայաստանի ներքաղաքական իրավիճակից ուզում են օգտվել դրսի ուժերը, որը ակնհայտ է։
շատ ակնհայտ է։ Ու դրա համար էլ սկսել են Հայաստանում ներքաղաքական բազար։ Նպատակը չէ բազար բառը, սոցիալիստերենը շուկա չէ, բայց բազարը բառացվում իմաստով։ Այս երբանից հանկարծ ռուսական պրոպագանդան եւ ռուսական որոշ պաշտոնական ժողովրդների ներկայացուցիչները սկսում են պաշտպանել նրանց, որոնք կոչեր են անում Հայաստանում իշխանափոխության։ Սա ինչ միջամտություն է ուրիշ երկրի ներքին գործերին, միանշանակ։ Եվ մյուս կողմից էլ Հայաստանի կառավարիչները պետք է այնքան իմաստնություն եւ զսպվածություն ցուցաբերեն, որպեսզի չգնան, կուլ չտան այս դրսի, մասնավորապես այվի նկատի ունեմ Կրեմլի նետած խայծի։ Եվ ըստիս Կրեմլի նետած այս խայծերից մեկն էլ, որ ըստիս ավելի շատ վտանգավոր է, այն է, որ օրերս հայտարարություն տարածվեց աղային, որ հուլիսի 12-ին նախատեսվում է մեծ հանրահավաք։ Ես հիմա կընթերցեմ, որպեսզի այսպես այն կողմ չգնեմ, պարզապես ընթերցեմ այդ հանրահավաքի նպատակը։ Եվ հանրահավաքի նպատակը եւ թե ովքեր են կազմակերպում այդ հանրահավաքը։ Եվ այսպես Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարել է, թե վերջին շաբաթների հանդիպումները Արցախի հայրենակիցների հետ վկայում են, որ մեր ժողովուրդը վճռական է եւ պատրաստ է պայքարելու։ Այս առաջին նախադասության մեջ մի տեսակ անջրպետ է առաջ ստացվում։ Արցախի ժողովուրդ, Հայաստանի ժողովուրդ։ Լավ, շարունակենք առաջ։ Այս վճռականությունը հստակ ուղերձ է, այս վճռականությունը հստակ ուղերձ է ու արցախցիների իրավունքների խորհուրդը հայտարարում է մեծ հանրահավաք ու նշում է, որ շարունակեմ ընթերցել ցիտատով, մեջբերում եմ անում։ Մեր պայքարի նոր փուլ է սկսվում հուլիսի 12-ին ազատության հրապարակից պետք է շարժվեն դեպի երթով համապատասխան պետական հաստատություններ եւ իրականացնեն զանգվածային անհնազանդության ակցիաներ, պատկերացնում եք, ինչ է դեսանտ եք իջացրել Հայաստան։ Ինչ խեղկատակություն էլ չի, արդեն սա ասենց լկտիության գագաթնակետ է։ Ու հետո շարունակում են ու իրենց այդ զանգվածային անհնազանդության ակցիաների նպատակն է ապահովել համախմբված, համակարգված եւ արդյունավետ համագործակցություն հանուն ընդհանուր նպատակի, այդ որ ընդհանուր նպատակի եւ ում հետ ընդհանուր նպատակի։ Եվ հետո շարունակում են այս կազմակերպիչները կներեք կոչ են անում Հայաստանյայց առաքելական եկեղեցուն, Մեծիտանն Կիլիկիո կաթողիկոսությանը, Սփյուռքի բոլոր, իսկ Սփյուռքն էլ մեծատառով են գրում, կասես Սփյուռքը ինչ-որ կոնկրետ մի միավորում է, չկա այդպիսի միավորում։ Սփյուռքը դա Սփյուռք է, տարածված աշխարհով մեկ տարածված հայություն, որոնք որ ամեն մեկը այդ տվյալ երկրում ապրող բնակչության ապրող քաղաքացիներ են։ Մի խոսքով Սփյուռքը ինչ մեծատառ, մի պետություն չի Սփյուռքը, մի խոսքով լավ անցանք առաջ։ Հետո որ ավելի հետաքրքիր է, Արցախյան եւ Հայաստանյան հասարակական կազմակերպություններին ու քաղաքական ուժերին, Արցախի իշխանություններին եւ համայն հայ ժողովրդին միավորվել Արցախի գաղափարի շուրջ եւ Արցախի հարցը դարձնել համահայկական օրակարգ, գրողը տանի, ձեռ է կառած ես, սա դիվերսիա է Հայաստանի հանդեպ, սա հարցը չի, սա բառից բուն իմաստով դիվերսիա է,
Եվ հետո էլ ասում են, հիշեցնենք, որ 88-ի նույն ոգով, նույն գաղափարով, նույն վիճարականությամբ Արցախի զարթոնքը սկսվեց ժողովրդի ընդվզմամբ։ Ժողովրդի ընդվզում չի եղել, ժողովրդի Հայաստանի ժողովրդի պայքար է ծավալել այդ Արցախի ժողովրդի արցախցիների, Արցախի ժողովրդի արցախցիների իրավունքների ազատության համար։ Ինչ ընդվզում, ում դեմ եք ընդվզում։ Ընդվզողիկ դե արում մի ասա։ Եվ արդեն այս հայտարարությունով իսկ այս անջրպետ տարեբերություն է դրվում արցախցիների եւ հայաստանցիների միջեւ։ Եվ ակնհայտ է, թե դրանց հիկունքում ովքեր են կանգնած մարդիկ, որոնք որ ուղղակի չեն սիրում մարդ, որը ուղղակի չի սիրում Հայաստանը։ Եվ դիմում է տարազանազան եւ դիմում է եկեղեցու հոգեվորականության զանազան տեսակի օգնությանը մարդ, որը կյանքում չի խաչակնկվել։ Ինչ է կարող։ Ձեր այդ քաղաքականությունով Արցախը վերացրեցիք, հիմա էլ Հայաստանի վրա եք կռուց սկսել։ Կրկնում եմ, սրա այս հայտարարությունը Հայաստանի դեմ դիվերսիայի հայտարարություն է։ Ոչինչ ավելի։ Եվ այս միջազգային, մասնավորապես մեր տարածաշրջանում տեղի ունեցող լարվածության, անկանխատեսելի հետևանքներով լարվածության պայմաններում հանդես գալ նման կոչերով, ժողովրդին ընդվզում, չգիտեմ, անհնազանդության ակցիաներ եւ այլ, եւ ինչ Արցախի իշխանություններ։ Արցախի իշխանությունները Արցախում թող իշխանություն անեին։ Հիմա եկել են Հայաստանում Արցախ են խաղում։ Նրանք ընդամենը մի առաքելություն ունեն։ Եթե հեղինակություն պահպանել են, իրենց հեղինակություն ունեն, ապա այդ իրենց հեղինակությամբ նպաստեն, որպեսզի Արցախից գաղթած բնակչությունը ինտեգրվի հնարավորինս արագ Հայաստանում։ Այլ խնդիր գոյություն չունի։ Կրկնում եմ, իսկ այդ կոչը ոչ այլ ինչ է, եթե Հայաստանի դեմ դիվերսիա։ Այսօր այսքան եմ, բայց նախքան ցտեսություն ասելը մեկ անգամ եւս ուզում եմ խնդրել, կոչ եմ անում բոլոր նրանց, որոնք նայում են հաղորդումներս, բայց դեռ չեն բաժանորդագրվել, ապա բաժանորդագրվեք խնդրեմ։ Նրանք, որոնք բաժանորդագրված են, նայում են հաղորդումներս, ապա շարունակեք դնել լայքեր, որովհետեւ ձեր լայքերով Իմ Ամասի Հովհաննիսյանի YouTube ալիքը ավելի տարածվում։ Այսօր այսքանը, ցտեսություն, կհանդիպենք, խաղաղություն մեզ, խաղաղություն աշխարհին։